Տպավորությունը քարոզարշավ եք իրականացնում, միացնում, այդ դեպքում ում եք սատարում, ժողովրդին ինչ եք ուղղորդում։ Տպավորությունը ճիշտ չէ, քարոզարշավ չենք իրականացնում։ Պարզապես մեր ձևով շարժման անդամներով այսօր որոշեցինք այցելել Մայրաթոր, մոմավառություն իրականացնել, աղոթներ անել, իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած պրոցեսին, քարոզարշավին, ապա ականատեսն ենք լինում, որ բավականին մեծ թափով փորձ է կատարվում ներկայացնել, որ քաղաքացիական պայմանագիրը ունի մեծ վստահություն այստեղ, սակայն մենք համոզմունք ունենք, որ մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները կողմ չեն այն քաղաքական ուժին, ով որ դեմ է դուրս գալիս հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հետևաբար խնդրանք ունենք մեր հայրենակիցներին, որպեսզի հնարավորինս մեծ մասնակցություն ունենան ընտրություններին եւ իրենց դիրքորոշումը նման վարկագծի, իշխող կուսակցության նման վարկագծի նկատմամբ իրենց ունեցած դիրքորոշումը ընտրությունների միջոցով ներկայացնեն։ Իրենց քվեն տալով այն ուժերին, ովքեր որ ասոցիացված չեն քաղաքացիական պայմանագրի հետ եւ չեն հանդիսանում այդ կուսակցության ներկայացուցիչները։ Իսկ երբ շփվում եք ժողովրդի հետ, ինչ նախատրամադրվածություն եք դուք զգում։ Տրամադրվածությունը միանշանակ այնպիսին է, որ այն ուժը, որը որ դեմ է գործում սրբություններին, որը որ դեմ է գործում մեր եկեղեցուն, պետք է առնվազն համայնքային մակարդակում ներկայացվածություն չունենա, քանի որ պրոցեսները նախորդող այդ ընտրությանը ցույց են տալիս նրանց իրական նպատակը վարկաբեկել եկեղեցին, վիրավորել իրական քրիստոնյաներին, հետևաբար մարդիկ չեն կարող նմանատիպ վարկագծի նկատմամբ ունենալ դրական վերաբերմունք։ Իսկ դուք ում եք տեսնում որպես ֆավորիտ թեկնածու։ Ցանկացած ընդդիմադիր ուժ, որը որ քաղաքացիական պայմանագրի հետ աֆիլիացված չէ, եւ բնականաբար առաջի հերթին հենց չենք տեսնում, որ կարող է այստեղ հաղթանակ ունենալ քաղաքացիական պայմանագիրը։